Երևանի Բալանսը շարունակում է միջերկրական ծովի ափին պատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին։ Կիպրոսում կայացած առաջին ստուգողական խաղում գրանցված արդյունքը բնականաբար մի փոքր փոխել է տրամադրությունը Բալանսի ճամբարում։ Մեր թիմի մրցակից Չուկալիչկին Սերբիայի առաջնության առաջատարներից էր, որը գտնվում է լավագույն մարզավիճակում եւ իր կազմում ունի տաղանդավոր երիտասարդներ, որոնք նախորդ տարի Նոր Զելանդիայում դարձել են երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն։ Իսկ խաղասկզբում նշանակված 11 մետրանոցն էլ խառնեց բոլոր պլանները։ Այս ստուգողական հանդիպումներն էլ հենց դրա համար են, որպեսզի տեսանելի դառնան բոլոր թերությունները եւ հետեւությունները արվեն։ Տիտո Ռամալյոն մարզման սկզբում զրույց ունեցավ թիմի հետ, որից հետո սկսվեց աշխատանքը։ Նախորդ օրը 90 րոպե խաղացած ֆուտբոլիստների համար մարզումն ավելի թեթև բնույթ ուներ։ Ավելի քիչ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստների համար մարզումն ավելի ինտենսիվ էր։ Թեթև վնասվածք ունեցող դարպասապահ Ալբերտ Օհանյանն էլ նոր հմտություններ սովորելու միջոցով էր փորձում վերականգնել ձեռքի շարժունակությունը։ 1997 եւ 1998 թվականին ծնված ֆուտբոլիստներ Հովհաննես Իլանգյոզյանը, Էդգար Մովսիսյանը, Վլադիմիր Բաբայանը ողջ թիմի հետ ջանասիրաբար պատրաստվում են մրցաշրջանի երկրորդ հատվածին։ Նրանք բախում են առաջին թիմի դռները եւ փորձում են առավելագույնս օգտագործել առաջին թիմի հետ խաղալու հնարավորությունը։ Լավ տպավորություն ունեմ, այս տարի երկրորդ անգամ ենք արդեն հավաքի մասնակցում առաջի թիմի հետ։ 2 տարի էլ մասնակցես հենց առաջ։ Շատ լավ է, իմ վրա զգում եմ տարբերությունը։ Մեծերից աշխատում եմ քաղել առավելագույնս, որպեսզի իմ ֆիզիկական եւ մտավոր ունակությունները բարելավեմ։ Կարծում եմ լավ է շատ եւ ուրախալի է, որ առաջին թիմի հետ եմ հիմա։ Ես 6 տարեկանից հանդես եմ գալի Բանանցում եւ շատ ուրախ եմ, որ հիմա կարողանում եմ հանդես գալ առաջին թիմում եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի մարզիչների հետ կարողանում եմ ես աշխատել եւ բարելավել իմ որակները։ Հովհաննես Իլանգյոզյանի առաջին թիմի հետ մարզումները շատ են օգնում խաղային առաջընթացին։ Մեծ տարբերություն կա։ Ստե արագությունը, պայքարը շատ դժվար է ֆիզիկապես։ Իրանք ավելի ուժեղ են առաջի թիմը, քան երկրորդը։ Բայց պարապելու ընթացքում հավասարվում ես, իրենց զգում ես տարբերությունը։ Էդգար Մովսիսյանն էլ չմոռացավ նշել այն մասին, թե որքան են իրեն օգնում ավագ խաղընկերները։ Շատ լավ են թե մարզիչները, թե տղաները, բոլորի հետ հարաբերությունները շատ լավ են։ Կարծում եմ ամեն բան լավ կլինի։ Իսկ Վլադիմիր Բաբայանը չի վախենում իր խաղային դիրքում մեծ մրցակցությունից եւ դրա մեջ դրականն է տեսնում։ Շատ լավ է, որ մեծ է մրցակցությունը, ինչքան մեծ է մրցակցությունը այդ դիրքում, ավելի են ուժեղանում ֆուտբոլիստները եւ ես ամեն ինչ անելու եմ, որ ավելացնեմ իմ որակները, կարողանամ հանդես գալ առաջին թիմում։ Կիպրոսում հաջորդ ստուգողական հանդիպումը Բալանսը կանցկացնի փետրվարի 17-ին լեհական Վիգրի Սուվալկիի դեմ։